Շնորհակալություն Տիկին Աղաջանյան, ես հիմա խոսքը փոխանցում եմ Տիկին Աննա Մկրտչյանին, ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու եւ Տիկին Մկրտչյանը այս վերջի տարիներին, որքանով ես հասկանում եմ, կապեր եք ունեցել նաեւ միջազգային տարբեր ատյանների հետ, պատգամավորների հետ, այլ ինչ պատկերացումներ նրանք ունեն եւ ինչ խնդիրներ ունեն, ինչ են իրենց այդպես պահում։ Ես շատ շնորհակալ եմ հնարավորության համար, հարգելի ներկաներ, հարգելի հայրենակիցներ, պարոն Դանիելյան, Տիկին Աղաջանյանը շատ մանրամասն ու շատ բովանդակային ներկայացրեց, թե ինչ են այսօր իրենցից ներկայացնում միջազգային կառույցներն ու միջազգային գործընկերները քաղաքական նպատակահարմարության ու քաղաքական առուծախը, որը ներառում է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, կարծում եմ այլևս այնքան խոսուն են, որ իմ մեկնաբանության կարիքը չունեն։ Ես ձեր թույլտվությամբ կփորձեմ անդրադառնալ այս նիկոլական բռնաճնշումներին, հալածանքներին, ֆիզիկական հաշվեհարդարի նաև սպառնալիքներին, որոնք այսօր Հայաստանի Հանրապետության իրականությունն են եւ մարդիկ, ովքեր չեն խոսում այս իրականության մասին, կամ անկեղծության խնդիր ունեն, կամ խիզախության, որտեղ հրաժարվում են տեսնել այդ օբյեկտիվ իրականությունը։ Այս օբյեկտիվ իրականության մեջ շատ կարևոր է նաև այն ժամանակագրության ընդգծումը, որը կա, որովհետև որքան էլ տարօրինակ թվա, բայց նիկոլական իշխանազավթումը եւ այս բռնաճնշումների կիրառումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ունեցել է իր զարգացման փուլերը, որովհետև սկզբնական շրջանում կարծում եմ կհամաձայնեք, որ դրանք քողարկված էին, ունեին արդարադատության շահից իրականացված լինելու իբր թե նպատակ ու ձևակերպվում էին իբր հանրային պահանջ։ Սա իհարկե այժմ անցյալում է եւ հիմա բացարձակ ուղիղ եթերում ուղղակի հրահանգավորումները, քաղաքական հաշվեհարդարը, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները, որ կան Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ունեն մեկ հիմնական նպատակ՝ ուղղակի լռեցնելու ազատ խոսքը։ Ազնիվ լինելու համար մենք նաեւ պիտի փաստենք, որ ազատ խոսքի լռեցումը չէ միակ իրավունքն ու ազատությունը, որ այսօր նպատակ է հետապնդում սահմանափակելու, այլ նաև այս 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում այլևս քաղաքական սպանությունների էջը բացված է Նիկոլի համար, որովհետև մարդիկ, ովքեր ունեցել են քաղաքական այլակարծություն, այլևս մեզ հետ չեն, սպանվել են բանտում կամ իրենց համայնքում հաղթանակ տոնելուց հետո, կամ ուղղակի ինչպես Գառնիկ Պետրոսյանը, ում անուն ազգանունը շատ քչերին այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ բան կասի, ուղղակի ազգային ժողովի նախագահի աթոռին նստելուց հետո 1-2 օրվա ընթացքում հանկարծակի ինքնասպանություն գործած են հայտնաբերում իրեն, իհարկե դուրս թողնելով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության բոլոր հնարավորությունները։ Այս ժամանակագրությունը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, որ մեթոդներն ու եղանակները իհարկե նիկոլական իշխանությունների փոխվել են, բայց բռնաճնշումների էությունը մնացել է մեկը, իր հոգին ըստ էության իր իսկ ասած բառապաշարով փառավորվում է այն ժամանակ, երբ կա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտնահարված իրավունքներ եւ ազատություններ։ Այս ամեն ինչի սկիզբը ցավոք ոչ 3 էր, ոչ հունիսի 7-ը եւ ոչ էլ ամենևին հետպատերազմյան ժամանակահատվածը, որը կարող ենք բնութագրել իբր անկայունությունների եւ արտաքին մարտահրավերների համար առավել ցայտուն ժամանակաշրջան։ Սա սկսվել է հեռավոր 2018 թվականին, որովհետև այն իշխանազավթումը, որը տեղի է ունեցել, իհարկե տեղի է ունեցել Թավշյա վերնագրերի ներքո, բայց ամբողջությամբ լցված էր կազմակերպված եւ ուղղորդված ատելության խոսքով, հաշվեհարդարի սպառնալիքներով, որոշ դեպքերում անգամ այդ հոգեբանական բռնության ուղղակի գործադրմամբ։ Մենք որպես հասարակություն թույլ տվեք ասեմ, որ բավականաչափ միամիտ ենք գտնվել եւ կարծում ենք, որ 2018 թվականին սկիզբ առած ատելության մթնոլորտը սահմանափակվելու է այս կամ այն քաղաքական խմբի կամ միգուցե քաղաքացիական միավորումների շրջանակներում եւ օրինակ միամիտ էինք այնքան, որ մտածենք, թե անձեռմխելիություն ունեցող անձանց նկատմամբ կարող է այդ հաշվեհարդարի դրսևորումները լինեն, բայց այն մեզ հաստատ դա չի հասնելու։ Եվ սա է նաև բերել նրան, որ մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք կին քաղաքական բանտարկյալներ եւ ունենք այժմ էլ բերել է նրան, որ պատարագի մասնակցող դպրոցականները այլևս կալանավորման սուբյեկտ են դառնում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս ամեն ինչը իրականում պիտի ձևավորի միայն հանրային իմունիտետ, որտեղ ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ ինստիտուտ պատրաստ չէ զբաղվել Հայաստանի քաղաքացիների
քաղաքացիների իրավունքներով ու ազատություններով։ Ես ամփոփելով միտքս ուղղակի ուզում եմ ասել, որ լինելով այն կուսակցության կազմակերպության անդամ, որը այս տարիների ընթացքում բազմաթիվ բռնաճնշումների է ենթարկվել, մենք երբևէ չենք տարանջատել այն անձանց, ում իրավունքները սահմանափակվում են։ Այսօր էլ քաղաքական հալածանքների միջով անցնող ցանկացած անձի ողբերգությունը մեզ համար ցավալի է։ Մենք հասկանում ենք դրա անդառնալիությունը, այն հետևանքները, որ կարող են առաջանալ յուրաքանչյուրի ճակատագրի եւ նաեւ հասարակական իմաստով մեր երկրի ճակատագրի մասին տրամաբանության մեջ, ու հիմք ընդունելով այս ամենը, նաեւ համարում ենք, որ հանրային իմունիտետի ձևավորումը հենց այսպիսի նախաձեռնություններով նաեւ միակ ճանապարհն է պաշտպանելու Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Մկրտչյան, Տիկին Մկրտչյանը շատ կարևոր բան ասեց, որ եկել է ժամանակը, որ մենք մի կողմ դնենք քաղաքական տարաձայնություններ, ով իմ հետ ինչ խնդիրներ է երբևէ ունեցել։ Հիմա շատ մեծ հարց է դրված Հայաստանի առաջ, Հայաստանում չի գործում սահմանադրությունը, եւ մենք պետք է միավորվենք բոլորս մի կողմ դնելով բոլոր հակասությունները